կարդում ենք Եսայի մարգարության 26-րդ գլխի 20 համարից. գնա ու իմ ժողովուրդս քույսենակներուդ մեջ մտիր ու քու վրա դռներդ գոցե, պահվե քիչ վարքյանը մինչև բարկությունը անցնի, քանզի աղատերը իր տեղին կելե, որպես երկրի բնակիչներին այցելություն ունե իրենց անօրության համար, ու երկիրը արուները պիտի հայտնե, ու ես պամածներ ալբերի չասկե, գնա իմ ժողովուրդս քույսենակներուդ մեջ մտիր, չվեղատվենք ու չթուլանանք, որովհետև այն ինչ որ լինում Աստված տեղակա, որովհետև Յոբ Երեմիայի մեջ կարդում ենք, որ ով է անիկա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը հրամայած չլա։ Այս ամենը Տերը տեղակա, Տերը թույլ է տվել եւ դրա համար մենք նայենք, որ այստեղ Աստված ունի ծրագիր։ Աստված իր ժողովրդի համար ունի ծրագիր եւ այդ ծրագիրը լավ ծրագիր է, այդ ծրագիրը բարության ծրագիր է, ոչ թե չարիքի։ Դրա համար սիրելի ժողովուրդ, թող Աստված օրհնի մեր սրտերը, լցնի մեզ իր ազորությամբ։ Ես հիմա ուզում եմ կարդալ Մարկոսի ավետարանի 11-րդ գլխի 12 համարից։ Եվ հետևյալ օրը, երբ Բեթանիա եկել էր, անոթեցավ եւ հեռվանց տերևալից թզենի մտեցնելով եկավ, որ թերևս անոր վրա բան մը գտնե, որ բանոքով գնաց, տերևներն զատ, բան մը չգտավ, բանսի դեռ թուզի ատենը չէր։ Եվ պատասխան տվավ ուսավ անոր, ասկի հետև մեկը քեզ մե պտուղ չունենա ավիտան, եւ իր աշակերտները լսեցին։ Եվ եկավ Երուսաղեմ, Հիսուս տաճարը մնացավ դուրս հանրեցանում տաճարի մեջ ծախու առնողներին եւ ստակ կողողներին։ Եվ հետո մենք տեսնում ենք դրանից հետո 20 համարից կարդում ենք, որ եւ առավոտյան երբ անկեկ ասներ թզենին տեսան արմատեն չորացավ։ Այստեղ շատ դասեր ունենք առնելու մեր Տիրոջից, որ Տերը մեզ սովորացնում է, որ իհարկե շատերը հարց են տալիս, ինչու համար Տերը անիծեց թզենին եւ թզենին չորացավ։ Թեպետ ասենք իր պտուղներ տալու անգամ ժամանակն էլ չէր։ Նախ ասեմ սիրեներս, որ ամեն մի խոսքի մեջ, ամեն մի առակի մեջ Աստված մեզի շատ բաներ ունի սովորացնելու։ Թզենին, որ ծածկված էր տերևներով, բայց պտուղ չուներ, առաջինը դա Իսրայել ժողովուրդն էր, այն ժամանակ, երբ մեր Տերը եկավ աշխարհ եւ հրաշ ժողովուրդը ամեն բան այդ ժամանակ ունեին, որպեսզի ստեղծեն տպավորություն իրենց շրջապատող ժողովրդի մեջ։ Նրանք ունեին տաճար, ունեին քահանաներ, ունեին Աստծո խոսքը 5 տակարանը, ունեին ղևտացների ծառայությունը, առավոտյան եւ երեկոյան զոհաբերությունները։ Բայց այդ գեղեցիկ, այսպես կոչված տերևների տակ չկար որևէ պտուղ, նրանք անպտուղ էին։ Հրաշ ժողովուրդը չուներ Աստծո շնորհքը, ոգևորությունը, իսկական սրբությունը եւ Մեսիային ընդունելու ցանկությունն էլ չուներ, ինչպես Հովանու 1:11-ում կարդում ենք, իրեններու մեջ եղավ, իրենները չընդունեցին նրան։ Եվ այդ թզենու նման հրաշ ժողովուրդը շուտով չորացավ։ Նրանք զրկվեցին իրենց գեղեցիկ զարդարանքից, Երուսաղեմը ավերվեց, տաճարը այրվեց, դադարեց ամենօրյա զոհաբերությունները, կարճ ասած թզենին չորացավ մինչև արմատը։ Այս բոլորը արդեն կատարվել է հրաշ ժողովրդի հետ, սիրելի եղբայրներ, քույրեր, բայց այս առակը միայն չի վերաբերվում հրաշ ժողովրդին։ Այս առակը նաև գրված է այս առակը գրված է նաև մեր օգուտի համար, բոլոր մարդկանց համար է գրված։ Գրված է այս առակը վերաբերվում է նաև քրիստոնեական եկեղեցիներին։ Այո, սարսափելի վտանգ կա ամեն մի քրիստոնեական եկեղեցու այսպես կոչված անպտուղ ճյուղի, անպտուղ թզենի, որպես անպտուղ թզենի համար։ Իհարկե, սիրելիներս, եկեղեցիներ կան, որ արտաքինից ծածկված են
ճակերտավոր ասած տերևներով, բայց առանց պտուղի, առանց սրբության։ Այդ տերևները նրանց արտաքին աստվածապաշտությունն է։ Դրա համար էլ Հիսուսը մոտեցավ, նա կարծում էր, որ քանի որ արտաքինը կար, կարծում էր, որ պետք է պտուղ լինի, բայց տեսավ չկա։ Եթե դու մարդուն արտաքնապես տեսնես ամեն ինչով, տերևներով ծածկված, այսինքն արտաքին աստվածապաշտության բոլոր ծածկոցներով ծածկված, բնականա դու նրան կմոտենաս պտուղներ խաղելու համար։ Բայց Իսրայել ժողովուրդը չուներ, եւ այսօր շատ եկեղեցիներ էլ թեպետ արտաքին այս բաները ունեն, բայց չունեն ներքին կյանքը։ Եվ եթե չկա կյանքը, մարդկությունը, որը կյանք չունի, նա գտնվում է անեծքի տակ։ Նրա համար դեր անեծքի խնդիրը վերացված չի։ Եթե նա ունի արտաքին բաները, բայց չունի ներքին կյանքը, նա իսկապես անեծքի տակ է։ Ուրեմն սա երկրորդը վերաբերում է եկեղեցիներին։ Երրորդը, սիրելի եղբայրներ, քույրեր, երրորդը այդ վտանգը նաև ամեն մի հավատացյալի համար է։ Ամեն մի հավատացյալ այսօր կարող է դառնալ չորացած թզենի։ Եվ եթե նա պտուղ չունի։ Եղբայրներ, քույրեր, մենք եղել է որ ժամանակին ճաշակել ենք Քրիստոսին, հավիտենական կյանքի հացը մենք ճաշակել ենք, ճշմարիտ պտուղները ճաշակել ենք Քրիստոսից, բայց այդ պտուղները այսօրվա համար չեն կարող լինել։ Մենք չենք կարող անցյալի պտուղներով ապրել, անցյալի կերած պտուղները այսօր մեզ համար անօգուտ են։ Մենք կարդում ենք Հայտնության գրքում, որ կենաց ծառը ամեն ամիս նոր պտուղ էր տալիս։ Մենք մեզ համար ամեն ամիս նոր պտուղ է պետք, նոր հայտնություն է պետք, նոր Աստծո խոսքի նոր հայտնություն է պետք, որպեսզի այդ հայտնությունը մեզի մղի պտուղներ տալու։ Սիրելիներս, Տիրոջ հաճելի լինելու համար մենք պետք է որ այսօր մեր սրտերու մեջ նայենք, որն է մեր սրտերի համար ներքին կյանքը։ Ինչ կյանքով ենք մենք ուզում ապրել։ Արդյոք ցանկանում ենք, որ մեր բոլոր որոշումների մեջ առաջի տեղում դնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը։ Ինչպես Տեր Հիսուսն ասեց 6-րդ գլուխ Մատթեոս 33 համար. Ամեն բանից առաջ երկնքի թագավորությունն ու արդարությունը փնտրեցեք, մնացած բաները ձեզ կտրվի։ Այո, արդյոք այսօր մեր կյանքում դա այդպես է, եղբայրներ, քույրեր։ Մենք արդյոք ամեն բանից առաջ, մեր որոշումներից առաջ երկնքի թագավորությունն ու արդարությունն ենք փնտրում, թե մեր օգուտն ենք փնտրում։ Եթե մենք մեր օգուտն ենք փնտրում, սիրելի ժողովուրդ, մենք կմնանք անպտուղ, պտուղներ չենք կարող ունենալ։ Հիմա ես ուզում եմ, սիրելիներս, Մարկոս ավետարանի մեջ որ կարդացինք 11-րդ գլխից, հիմա նույն բանի մասին կարդանք, թեզենու մասին կարդանք Ղուկասի 13-րդ գլխում։ Ղուկասի 13-րդ գլխի մեջ 6-րդ խոսքում կարդում ենք հետևյալը։ Ղուկասի ավետարան 13-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Մարդ պիրագի մեջ տնկված թզենի ուներ ու եկավ անոր անկե պտուղ փնտրելու եւ չգտավ։ Ոստի սավ ագեպանին, ահա 3 տարի է որ կուգամ այդ թզենին վրա պտուղ փնտրելու ու չեմ գտներ։ Ալ ատիկա կտրե, ինչու համար գետինը խափաներ։ Անիկա պատասխան տավ ուսանոր։ Տեր, այս տարի ալ ատիկա թող տուր, մինչև ատոր բոլորտիքը բերեմ ու թրիկ դնեմ։ Եվ եթե պտուղ տա, աղե կապա թե ոչ, գալ տարի կտրես ատիկա։ Հետարքիր ասլիներս այստեղ, եթե այս երկուս իրար կողքի ենք դնում, համեմատում ենք իրար հետ, երկու դեպքում էլ թզենի վրա պտուղ չկար։ Բայց առաջի դեպքում թզենին տերևներով լիսկն էր, տերևալից թզենի էր։ Իսկ այս թզենու համար, որ այգու մեջ տնկված էր, չի ասում, թե նա տերևներ ուներ։ Եկավ պտուղ փնտրելու, երբ որ չգտավ, անմիջապես չանիծեց Տեր Հիսուս Քրիստոսը, անեց չտվեց, այլ ինչ ասեց Արկեպանին,
ասեց ահա 3 տարի է գալիս եմ եւ պտուղ չեմ գտնում, պտուղ եմ փնտրում, բայց չեմ գտնում, ուստի կտրի, այսինքն 3 տարի է անընդհատ այգուտերը եկել է պտուղ փնտրելու, բայց չի գտել, բայց չի կտրել այդ բանը, սպասել է որ պտուղ տա։ Եվ դրա համար սիրելիներս մենք տեսնում ենք, որ երբ որ նա Ագեպանին ասեց կտրի, Ագեպան ասեց 1 տարի էլ երեք սպասենք, թող տուր, որ մինչև ատոր բոլորտիքը բերեմ ու թրիկ տնեմ, եւ եթե պտուղ տա, աղեք, ապա թե ոչ, գալ տարի կտրես հատիկա։ Այսինքն մենք հասկանում ենք սիրելի ժողովուրդ, որ եթե միևնույնն է, եթե պտուղ չեղավ, ուրեմն անպտուղը անպայման պետք է կտրվի։ Սիրելիներս, այսօր հեշտ է մեզ համար խոսել հավատքից, հեշտ է մեզ համար խոսել Աստծո մեծամեծ գործերից, բայց սիրելի ժողովուրդ, ես չեմ ուզում ձեզ ոչ վախեցնեմ, ոչ էլ ուզում եմ, որ մենք փափուկ բարձր դնենք մեր գլուխների տակ։ Մեր հավատքը երևում այն ժամանակ, երբ որ գալիս է լուրջ փորձությունը, երբ որ գալիս է փորձությունը, որ պետք է փորձվի մեր հավատքը։ Դրա համար այսօր շատերը սիրելի եղբայրներ քուրեր կարող են ասենք ամեն բանի մասին խոսել, մեծամեծ հերոսներ ներկայանալ, բայց այս ժամանակ, երբ որ կգա հավատքը փորձվելու ժամանակը եւ կարողանա հենց առաջինը ինքը պարտություն կրի։ Եթե հիշում եք Պետրոսին, Պետրոս ասում էր, ով որ ուրանա, ես չեմ ուրանա, բայց երբ որ եկավ բռնեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին, Պետրոսը ուրացավ, բայց ուրանալուց հետո Աստված Տեր Հիսուս Քրիստոսը Պետրոսին նորից տեղ թողեց ընդունելու։ Դա Պետրոսին չմերժեց, ասեց գնացեք, ասեք, հարությունից հետո ասեց գնացեք, ասեք իմ աշակերտներին եւ Պետրոսին, որ ձեզանից առաջ ես պիտի գնամ Գալիլեա։ Եվ մենք տեսնում ենք եղբայրներ քուրեր այդ ուրացող Պետրոսինը, որ 3 անգամ ուրացավ, Տերը նրան չմերժեց, նորից ընդունեց։ Եվ ասեց Պետրոս, քո անունը պիտի գրեմ Նոր Երուսաղեմի հիմքի 12 հիմքերից մեկի վրա, որ գրված է առաքյալների անունները։ Այդ հիմքերից մեկի վրա գրված է Պետրոս։ Օրհնյալը Տիրոջ անունը եղբայրներ քուրեր։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը շատ է համբերում, մինչև վերջն է նա համբերում, բայց միևնույնն է, եթե մենք պտուղ չտանք, եթե թրիկ տնելուց հետո, եթե պտղաբեր չլինենք, միևնույնն է, Տերը ասենք չի թողնի, առանց պտուղի մենք չենք կարող երկինք գնալ։ Ուստի ուզում եմ հորդորել եղբայրներ քուրեր, որ մենք պտուղ բերող լինենք, ինչպես Եփեսացիս թուղթն ասում, արթնացիր, որ դու կքնանաս, կանգնիր մեռելներեն եւ Քրիստոս քեզի լույս պիտի տա։ Շատերս այսօր շատ եկեղեցիներ եւ շատ հավատացյալներ այսօր քնած են, բայց ինչպես մենք պետք է պտուղ ունենանք։ Ես չեմ խոսում պտուղների մասին, թե ինչ է պտուղը, դա ժամանակ չկա, բայց ուզում եմ ասել, որ մենք պտուղ երբ կունենանք, պտուղ կունենանք միայն մի դեպքում, երբ որ մենք լցվենք հոգով, երբ որ մենք ամեն օր կարդանք Աստվածաշունչը, ամեն օր ժամանակ տրամադրենք եւ ամենաթանկ ժամանակը տրամադրենք մեր Տիրոջ խոսքին, որ երկնքից մեզ համար որպես մանանա ուղարկված է այստեղ։ Եվ դրանից բացի աղոթ կանենք, Տիրոջ երեսը փնտրենք, Տիրոջ խոսքը փնտրենք, որտեղ խոսքն է մեզ համար լույսը։ Ուստի եղբայրներ քուրեր, այսօր պետք է որ մենք այս ժամանակները նաև մեզ տալիս են հնարավորություն, որ մնալ տների մեջ եւ կարդալ ավետարանը, լցվել հոգով, զորանալ հոգով եւ պտուղ ունենալ։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Եկեք շնորհակալություն հայտնենք Տիրոջից եւ իմանանք, որ սիրելի ժողովուրդ, որ մենք այսօր պետք է լցվենք հոգով, եթե չլցվենք հոգով, թե նույնիսկ քրաշներ լինի, զորություններ լինի, չգիտեմ ինչ լինի, միևնույնն է, Տերը մեզ պիտի ասի, ես ձեզ չէի ճանաչում, եթե մենք չունենանք պտուղ։ Եթե մենք պտուղ չունենանք, Տերը մեզ չի ճանաչի։ Իսկ պտուղ ունենալու համար նորից եմ կրկնում, որ պետք է հոգով լցվենք, կանգնենք մեռելներից, Քրիստոս մեզի լույս կա տալիս, նա մեզ սիրում է եղբայրներ քուրեր։ Ինչ էլ կատարվի քո կյանքի հետ, սիրելի եղբայր եւ սիրելի քուրիկ, ինչպիսին էլ որ դու ուզում ես լինես, հայ ես, ռուս ես, թուրք ես, թե ինչ ես,
Հիշիր, որ Տերը քեզ սիրում է։ Արի Քրիստոսին եւ նա քեզ կընդունի։ Նա սիրում է քեզ եւ ուզում է, որ քեզ սիրում է քեզ եւ ուզում է, որ դու լինես պտղաբեր։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Սրտանց ասենք փառք քեզ Տեր եւ ունենանք պտուղներ, որովհետեւ շուտով մեր Տերը պիտի գա։ Ամեն։